Օգոստոսի 4-ի գիշերը Թայիրով գյուղի մայրաքաղաքային փողոցի 162 տնից տարօրինակ ձայներ լսվեցին։ Տանտերերը տանը չէին, պետք էր անհապաղ արձագանքել, տեղեկացնել ոստիկաններին։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներն իրացնելով ստացված տեղեկությունը ժամանակ չկորցրին։ Անմիջապես մեկնեցինք նշված հասցեն, դարանակալեցինք եւ հայտնաբերելով նշված անձին վնասազերծեցինք եւ բերման ենթարկեցինք ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ոստիկանները պարզեցին նրա ինքնությունը։ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի բնակիչ 31-ամյա Էդգար Համբարձումյանն էր։ Տարված աշխատանքների արդյունքում նա խոստովանեց, որ տուն էր մտել գողություն անելու։ Տան նախկին պահակն էր, լավ գիտեր մուտքն ու ելքը, շատ չէր չարչարվել, մտել էր ջրատարով, անջատել տան էլեկտրասնուցումը, այդպիսով չեզոքացել անվտանգության համակարգերը։ Անձնական խոզարակությամբ նրա մոտից հայտնաբերվեց շուրջ 50,000 դրամ գումար։ Համբարձումյանը խոստովանեց նաև, որ տանը հանցամիտ նպատակով առաջին անգամ չէր, ջրի ճամփա էր սարքել։ Հիշեց շուրջ 11 նույն տնից կատարած գողության դեպք։ Գողացածը միայն գումար չէր, թռցրել էր ձեռքի տակ ընկածը, կենցաղային տեխնիկա ու գործիքներ, գողանում էր քիչ-քիչ, կատարվում է նախաքննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10, բացահայտվել է գողության 4, խարդախության 5, դրամանենգության եւ խուլիգանության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության նոր-նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1998 թվականին ծնված Մարիամ Մելիքյանը, որը օգոստոսի 11-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Մարիամ Մելիքյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության նոր-նորքի բաժին կամ զանգահարել 63 28 64 հեռախոսահամարով։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածը վերաբերում է գիշերային ժամերին 23:00-ից մինչև 7:00 լռության կանոնների խախտմանը։ Հոդվածի երկրորդ մասում ասվում է. գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներն օգտագործելը դարձյալ լռության կանոնների խախտում է։ Սա է գիտություն քաղաքացիներին։ Օգոստոսի 8-ին ժամը 24:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի սպասարկման տարածքում լսվել են հրավառության ձայներ։ Գիշերային հերթապահություն կատարող համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները Շիրվանզադեի 14 շենքի բակում հայտնաբերեցին 2 երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին օգտագործված հրավառության տուփ էր։ Նրանք հրավիրվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնեցին, որ հրավառությունը կատարել են իրենք։ Վերջում հիշեցնենք մտածողի հանրահայտ խոսքերը. Իմ իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինիս իրավունքները։